Քանի որ մենք շարունակում ենք գտնվել Աստվածահայտնության տոնի կամ Սուրբ Ծննդյան տոնի, այսպես ասած, շրջանակներում, այդ պաթոսի, այդ ուրախության մեջ, ես ուզում եմ անդրադառնանք այսօր այս իրադարձությանը եւ միասին ընթերցել Աստծո խոսքից Մատթեոս ավետարանից, առաջի գլխից հենց 18-րդ խոսքից, Մատթեոսի ավետարան։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. նրա մայրը, Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Նրա ամուսինը, Հովսեփը, որ արդար էր եւ չէր ցանկանում նրան խայտառակ անել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր, քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. ահա կույսը կհղանա եւ որդի կծնի եւ նրան կկոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն եւ իր կնոջը իր մոտ առավ։ Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը Հիսուս դրեց։ Աստված թողորտնի իր խոսքի ընթերցանությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հայկական բնավայրում համատեքստում Սուրբ Ծնունդը անվանվում է Աստվածահայտնության տոն։ Սուրբ Ծննդյան տոն նույնն է Աստվածահայտնության տոնը։ Այս տոնի առիթով մենք միմյանց ողջունում ենք, շնորհավորում ենք եւ ասում ենք. Քրիստոս ծնվեց ու հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս, կամ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Փաստորեն այս ողջունի խոսքերով մենք միմյանց ակնարկում ենք ոչ թե Հիսուս Քրիստոսի սկզբի մասին, այլ նրա հայտնության, հայտնվելու, երևալու մասին։ Հիսուս Քրիստոս կար մինչև Սուրբ Կույսից ծնվելը։ Ավելին, Հիսուս Քրիստոս կար մինչև որ Սուրբ Կույս Մարիամը հղիացավ։ Հիսուս Քրիստոսը ինքը ավետարաններն են մեր լուսաբանում, որ գործել է 5 տակարանում։ Հիմա չզարմանաք, հուսամ լավ գիտեք Սուրբ Գրքը եւ չեք զարմանա։ Հիսուս հայտնվեց երևաց Աբրահամին թե ոչ։ Այո, միանշանակ Հիսուս ինքն ասեց. Աբրահամը իմ օրերը տեսավ եւ ուրախացավ։ Հիսուս Քրիստոս ուղեկցեց Իսրայել ժողովրդին Եգիպտոսից դուրս գալուց թե ոչ։ Հիսուս Քրիստոս կերակրեց նրանց, հագեցրեց նրանց ծառավը։ Մի հատ լավ համար տամ ձեզ Սուրբ Գրքից, առաջի Կորինթացիս 10-րդ գլխի 4-րդ համարը։ Քրիստոսն է ժայռը քորեբի, որ կբխի։ Ուրեմն Պողոս Սարաքյալը Կորինթացիներին նամակում ինքն ասում է, որ Քրիստոսն էր այն վեմը, որից խմեցին։ Քրիստոս 5 տակարանում, Քրիստոս գործում էր, Քրիստոս շարժում էր, Քրիստոս հայտնվում էր, Քրիստոս առաջնորդում էր, Քրիստոսը հայտնվեց Գեդեոնին, Գեդեոնին գիտեք ով է Գեդեոն։ Դատավորներից մեկը, նաև Սամսոնի հորը Մանուին, եւ այսպես։ Քրիստոս կար, Քրիստոս էր, է, Քրիստոս չկար ժամանակ, որ չկար։ Հայ եկեղեցին կարծեմ ամեն կիրակի օրը պատարագի ժամանակ անիծում է նրանց, ովքեր ասում են, որ կար ժամանակ, որ Քրիստոս չկար։ Դա Արիոսի խոսքերն են։ Մեզանից շատ տարեր առաջ, 3-րդ դարում։ Նիկիական հանգանակը դրա համար գրվեց 325 թվականին։ Հիմնական գունոր կտակարանին սիրելիներ, ձեզ շատ շոքնացնենք, Հովհաննես ավետարանի իր ավետարանը սկսում է Հիսուսով, ով սկիզբն էր, սկզբումն էր
բանը, այդպես է չէ սկսում ավետարանը, սկզբումն էր բանը, մինչդեռ Աստվածաշնչի առաջի խոսքերն են, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Նույն Հովհաննեսը գրում է, որ Քրիստոսն Աստված էր, այսինքն բանը Աստված էր, եւ ինչ որ եղել է նրանով է եղել, եւ առանց նրա ոչինչ չի եղել։ Սիրելիներ, արդ պետք էր, որ Քրիստոսը մարդեղանալով աշխարհ գար, իր անձով մեր մեղքերի քավությունը կատարելու համար։ Ուստի նա ծնվեց կույսից ու մարմին առավ, բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց։ Ուրեմն Հիսուսի կուսական ծնունդը, այս սուրբ ծնունդը դարձավ միջոց, որով Աստծո հավիտենական որդին դարձավ մարդու որդի ու հայտնվեց աշխարհին։ Եվ այս պատճառով այս տոնը մենք անվանում ենք Աստվածահայտնության տոն կամ Աստվածահայտնություն։ Հովհաննես առաքյալը շարունակում է գրել. Աստծուն երբեք ոչ մեկ չի տեսել։ Այդպիսի բան կա թե չէ։ Գրում ենք։ Ոչ ոք չի տեսել Աստծուն։ Երբեք, երկու ժխտական եւ երբեք բացառված է։ Միայն միածին որդին, որ ծոցում է։ Հին ձեռագրեր կան, որոնց մեջ գրված է Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել, միայն Աստված որդին։ Երկու Աստված բառ է գրված։ Նա լրիվ հայտնեց նրան։ Հովաննում 1:18։ Այսինքն Աստծո մասին լիարժեք հայտնությունն է ու ճշմարիտ հայտնությունը այն է, որ Հիսուս Քրիստոսն է բերում։ Հիսուսն է տալիս։ Առանց Քրիստոսի հայտնության մենք խեղճ ու տկար ենք Աստծո մասին պատկերացումներ ունենալուց։ Դրա համար էլ Սուրբ Ծնունդը տոնելիս մենք հղում ենք այս ողջունն ենք ասում. Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Հիսուսի ժամանակաշրջաններում, երբ որ անցնում ենք ավետարանական պատմություններից գիտենք, որ ժողովուրդը եւս սպասում էր Հիսուսի, Քրիստոսի գալուն, Քրիստոսի հայտնությանը, մարդիկ սպասում էին։ Արևելքից մոգերը երկնքից նշան առնելով, Աստղի նշանը տեսնելով, եկան հասան Հրեաստան ու ազդարարեցին, որ թագավոր է ծնվել։ Նաև եկան Պալատ, որպեսզի տեսնեն այդ մանուկը Պալատում է, թե չէ, թագավորը որտե պետք է ծնվի, Պալատում բնականաբար։ Եվ Հերովդես թագավորը մտնելով գործարքի մեջ քահանաների հետ, մեկը մյուսի հետ, իմացան, որ նա պետք է ծնվի Բեթխեհեմում, դրա համար էլ ուղարկեցին մոգերին Բեթխեհեմ։ Հովհաննես Մկրտիչ երբ սկսեց իր ծառայությունը, եկավ մկրտելու, կրոնական վերնախավը խառնվեց իրար։ Ինչ է կատարվում, էս ինչ է կատարվում, ով է սա, ով է թույլ տվել, ով է սա։ Մարդիկ են ուղարկում կենտրոնից ստուգելու, ով է, դու Քրիստոսն ես։ Նա ասում է, չէ, ես Քրիստոսը չեմ, ես չեմ Քրիստոսը։ Հիսուսին տեսնողները, լսողները, նրա հետ քայլողները, նրա հրաշքներից օգտվողները միշտ այս հարցն էին տալիս իրենց մեջ եւ ասում, միթե սա չէ Քրիստոսը։ Քրիստոսը սրանից ավելի բան պիտի անի, որ մենք ճանաչենք, իմանանք, որ Քրիստոսն է։ Մի օր Հիսուս իր աշակերտներին հարցրեց. Ինչ են մարդիկ իմ մասին մտածում, ինչ են կարծում, ով եմ ես։ Դե աշակերտներն ասեցին, երևի Երեմիան ես, երևի Եղիան ես, կամ Հովհաննես Մկրտիչը, որովհետև նրանք հարության մասին գաղափար ունեին ու սպասում էին, որ մարգարեները պետք է հարություն առնեն։ Դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Պետրոսը, որ միշտ ակտիվ էր, առաջ է անցնում եւ բոլորից առաջ։ Պիտի ասի, չէ, առաջինին կպիտի ասի։ Չի կարա չասի, չասի Պետրոսը չի լինի։ Եվ ասում է, դու ես կենթանի Աստծո որդին, դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին։ Արժանի ես դու, փառքի, ինչ իմաստուն ես դու, Պետրոս, խելացի տղա, ճշմարիտ տղա, տեսան ինչպես իմացավ, որտեղից իմացավ, ով ասեց իրեն։ Հիսուս գաղտնիք է բացում, մարմինը եւ արյունը չհայտնեցին քեզ, թե ով եմ ես, այլ երկնավոր Հայրը հայտնեց, թե ով եմ ես։ Այսինքն դու քեզանից չխոսեցիր, չասեցիր, քո կարողությունները չեն, մարմինը եւ նրանց անցյալ բաները չեն, որ հայտնեցին, թե ով եմ ես, այլ երկնավոր Հայրը հայտնությամբ քեզ փոխանցեց, որ ես կենթանի Աստծո որդին եմ։
Հովանես առաքյալը Հիսուսի հետևորդը լինելուց հետո աշակերտը շատ տարիներ անց, երբ հանձն առավ գրելու Հովանու ավետարանը եւ նրա խոսքին է պատկանում, նրա գրչին է պատկանում հետեւյալ խոսքերը վերջում. սրան գրվեցին, որ դուք հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին։ Այնպես որ Աստվածաշունչ Մատյանից մեր բերված խոսքերը վկայում են, որ Աստված հայտնվեց Քրիստոսով։ Աստված հայտնվեց Քրիստոսով։ Իսկ ինչու Աստված հայտնվեց Քրիստոսով։ Մի քանի պատասխաններ ունենք դարձյալ Սուրբ Խոսքից։ Եվ մեր կարդացված համարումների մեջ էլ գտնվում են այդ պատասխանները։ Առաջինը, Աստված Քրիստոսով հայտնվեց մեր մեղքերից մեզ փրկագնելու համար կամ մեր մեղքերը քավելու համար։ Դեռ Հիսուսը չէր ծնվել, որ հրեշտակը եկավ Մարիամին ավետեց եւ հետո Հովսեփի հետ խոսեց, ինչպես կարդացինք, Մարիամի նշանածի հետ եւ Հիսուսի մասին հետեւյալն ասաց. նրա անունը պիտի դնես Հիսուս։ Հիսուս ինչ է նշանակում։ Փրկիչ, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից, ժողովրդի մեղքերից, ժողովրդին։ Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ մարդը մեղավոր է։ Նա մահկանացու դարձավ մեղքի պատճառով։ Արդար մարդ մի փնտրեք, քանի որ չկա։ Մեկ հոգի իսկ չկա։ Մարդու մեղքը չեն կարող քավել, ծածկել կենդանիների արյունը, նոխազների, ցուլերի արյունը, այլ այն կարող է վերցնել, ծածկել, քավել միմիայն Աստծո գառան արյունը։ Դրա համար էլ Աստծո որդին դարձավ մարդու որդի, որ հանդես գա իբրև Աստծո գառ, եւ նա Գողգոթա լեռան վրա կանգնեցված խաչի վրա, որը դարձավ Աստծո սուրբ զոհասեղանը, պատարակ մատուցեց իր իսկ սուրբ արյունը։ Առաքյալն ասում է, որ Քրիստոսը քավություն է ոչ միայն մեր հավատացյալներիս համար, այլ ամբողջ աշխարհի էլ։ Սա նշանակում է, որ նրանից փրկություն, մեղքերի թողություն, քավություն հայցող յուրաքանչյուր ոք կունենա մեղքերի թողություն եւ սուրբ կյանքով ապրելու հնարավորություն։ Հիսուսը հայտնվեց, որ վերցնի մեր մեղքերը, մեզ փրկի մեր մեղքերից։ Երկրորդը հետևյալն է. Հիսուս հայտնվեց, որ Աստված մեր մեջ բնակվի։ Բնաբան հատվածի շարունակության մեջ կարդում ենք, որ Մատթեոս ավետարանը մեկնաբանում է հրեշտակի ասած խոսքերը։ Հրեշտակը չասեց Էմանուել Աստված ձեր մեջ բնակվի, դեզման չասեց։ Հրեշտակը ասեց ինչ պետք է լինի։ Բայց Մատթեոսը այստեղ ինքն է մեկնաբանում։ Ասում է հետևյալը. սա եղավ, որպեսզի կատարվի Մարգարեի կանխատված խոսքերը։ Մատթեոս ավետարանիչը Սուրբ Հոգու առաջնորդությամբ, որ գրում է այդ ավետարանը, ինքն է մեկնաբանում ու ասում է. ահա սա եղավ, որ Մարգարեի ասած խոսքերը կատարվի։ Ու մեջ բերում է Մարգարեն, Եսայիա Մարգարեն դարեր առաջ հետևյալն է գրել. ահա կույսը պիտի հղանա եւ մի որդի պիտի բերի եւ նրա անունը Էմանուել պիտի կոչեն։ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Տեսեք, Աստվածաշնչի առաջին էջերից իսկ կարդում ենք, որ Աստված մարդուն ստեղծեց եւ դրեց Եդեմի պարտեզում, դրախտում, իր ներկայության մեջ եւ հաղորդակցում էր մարդու հետ։ Խնդիր չկար, արգելք չկար, չէ՞, Աստծո եւ մարդու փոխհարաբերությունների միջև։ Մարդը Աստծո ներկայության մեջ էր, դրախտում էր, բայց Աստված մարդու մեղքի պատճառով նրան դրախտից վտարեց, իր ներկայությունից հեռացրեց։ Անհետև դարեր անց կանչեց Աբրահամին ու նրանից էլ առաջ բերեց Իսրայել ազգին։
Իսրայել ազգի հետ մտավ ուխտի պայմանագրի մեջ, որպեսզի այդ ժողովուրդը դառնա իր ժողովուրդը, Աստծո փափագն է միշտ եղել, որ լինի մարդկանց հետ։ Մարդը իր հետ ունենա հաղորդակցություն։ Եվ Մովսեսը բարձրանում էր լեռան վրա անընդհատ եւ անընդհատ, որպեսզի այնտեղից բերի իջացնի Աստծո խոսքը ու ժողովրդին հաղորդ դարձնի։ Մի օր էլ Տերն ասաց, որ Մովսես, մի բարձրացի, ես եմ ուզում իջնեմ։ Ես պիտի իջնեմ։ Ու ես պետք է իջնեմ ժողովրդի մեջ։ Դրա համար խորան կառուցիր, վրան։ Տաճարը դեռ չկար։ Կառուցիր, որ ես իջնեմ, իմ անուն այնտեղ պիտի լինի, եւ դու այնտեղ պիտի հայտնվես, եւ այնտեղից պետք է ինձ պաշտել։ Հետո էլ նկատում ենք, որ Իսրայել ժողովուրդը, երբ որ հասավ խոստացյալ երկիր, դատավորաշրջանից հետո թագավորներ ունեցավ, հարստացան, ուժեղացան, Սողոմոն թագավորի ժամանակ կառուցեցին տաճար, եւ դա դարավ բնակարան Աստծո համար, եւ դա դարավ Աստծո ներկայության տեղը, վայրը, որտեղից պետք է պաշտվեր ու փառավորվեր Աստված։ Սակայն Իսրայելը անհավատարիմ եղավ Աստծո հետ ունեցած հաստատած ուխտին ու շեղվեց ճանապարհից, Աստված բազմիցս զգուշացրեց, մարգարեներ ուղարկեց, մինչև որ վերջապես մի քանի դար տևող թագավորությունից հետո նախ հյուսիսային թագավորությունը, հետո հարավային թագավորությունը բոլորն էլ գերության գնացին 586 թվական նախքան Քրիստոս քշվեցին եւ անկում եղավ Երուսաղեմի վերջին թագավորության։ Տաճար չկա, տաճարը քանդվեց, նորից փորձեցին 70 տարի անց վերադարձից տաճար կառուցեցին, բայց ելի քանդվեց, հետո տաճարը կառուցվեց Հերովդես Մեծի ժամանակ, Քրիստոսի ժամանակներում տաճարը կար, Քրիստոսը գնում էր, բայց արդեն այդ տաճարը ոչ թե Աստծո տունն էր, այլ առևտրի սրահ էր։ Ոչ թե Տերն էր փառավորվում, պաշտվում, այլ մարդիկ այնտեղից շահույթ են կորզում։ Բայց Աստծո փափագը երբեք չսպառվեց։ Աստված ուզեց եւ շարունակեց եւ Հիսուսին ուղարկեց, որ նրա միջոցով ով որ հավատա, Աստված գա բնակություն հաստատի նրա մեջ։ Այսօր մենք դավանում ենք, քարոզում ենք, ասում ենք, որ Տերը կատարեց իր խոստումը։ Նա կատարեց իր խոստումը, որ տվեց դարեր առաջ ու ասեց. ես ուզում եմ բնակվել ձեր մեջ։ Եվ դա իրականացրեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դրա համար Աստվածահայտնության տոնը շատ մեծ է, շատ թանկ է, շատ հարազատ է։ Այն, որ ես ու դու հաղորդակցություն ունենք Տիրոջ հետ, այն, որ ես ու դու վայելում ենք Աստծո ներկայությունը, մեր շվարած ժամանակ ունենում ենք հույս, մեր տատանյալ ժամանակ ունենում ենք խարիստներ, մենք չգիտենք ոնց ինչ անենք, բայց ունենում ենք Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն, քայլելու դժվարության, նեղության, ուրախության, ամեն բանի միջոցով շնորհիվ Աստծո ներկայության։ Եվ Հիսուսն ասում է, որտեղ 2-3 հոգի հավաքված են իմ անունով, այնտեղ ես ներկա եմ։ Ով է ասում, Տերն է ասում, որովհետև ինքը խաչի վրա կատարեց մեր մեղքերի փրկագնումը, ինքը մեռավ, որպես մեղավոր մեզ հագցրեց իր արդարությունը։ Եվ մենք ընդունեց Աստծո ընտանիքի մեջ, դարձանք Աստծո զավակներ եւ որդիներ, փառք Հիսուսին։ Եվ երրորդը, Աստված Քրիստոսով հայտնվեց մեզ հավիտենական կյանք տալու համար։ Մենք նախաբանում հիշեցինք Հովանու ավետարանի մեջ հետևյալ խոսքերը 20:31-ը։ Սրան գրվեցին, որ դուք հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին եւ հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Մինչև այս գլխավոր մտքին անցնելը, մի քիչ եկեք, այսպես ասած, գրողները ոնց են մտածում գրում, մի բան որ գրում ես, շատ գլխավոր բան ունես ասելու, չէ՞։ Ամեն ինչ մի անգամ չես ասում, միտքը զարգացնում ես, տանում ես, հետո դրա վրա կենտրոնացում ես ու ասում ես, սա գլխավորը չէ։ Այս ամենը գրվեցին, սրանք գրվեցին։ Պատճառ ունի, չէ՞, այդպես է ասում մարդը։ Դե եկեք իրա նման մտածենք, ինչպես է զարգացնում Հովանես ավետարանիչը առաջի գլխից մինչև
20-րդ գլուխ էս միտքը։ Ես բոլոր գլուխները չեմ կրկնի, բայց մի քանի բաներ կասեմ, որը հայտնի է։ Առաջի գլխի մեջ հենց ասում է. նրանում մեր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսներ։ Կյանքը որտեղից է։ Հիսուսից է։ Կյանքը։ Նիկոդեմոսի հետ հանդիպման ժամանակ ինչ ասեց։ Ասեց հետեւյալը. ով որ նրան Հիսուսին հավատա չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա։ Սամարացու կնոջ հետ խոսելուց ինչ ասեց։ Այս ջուրը, որ ես եմ տալու նրան, նրա մեջ ջրի աղբյուր կլինի հավիտենական կյանքի համար բխող։ Գիտեք, մեկ-մեկ աշխարհի մարդիկ չեն պատկերացնում, որտեղից մեզ այդ ավյունը, գիտեք, եռանդը, որտեղից այդ անսպառ պաշարը, ջերմեռան ցանկությունը, որ ամեն անգամ վազում ենք եկեղեցի, ուրախանում ենք, երգում ենք, չենք հոգում, աղոթում ենք, չենք ձանձրանում, իրար սիրում ենք, չենք ձանձրանում, իրար մեկ-մեկ նեղացնում ենք, բան ենք անում, հետո նորից միասին շտկում ենք հարցերը ու ծամոնի պես իրար կպած ապրում ենք, չեն հասկանում ինչի՞ց է։ Ինչի՞ց է։ Հավիտենական կյանքից բխող այդ ջուրն է, այդ խոսքն է, որ մեզ տալիս է իրար միացնում է։ Ուրեմն կամաց միտքը զարգացնում է։ Հրաներ կային, որ ուզում են Հիսուսին սպանել։ Հիսուս նրանց հանդիմանեց ու ասեց. «Եվ դուք ինձ չեք գալիս, որ կյանք ունենաք։ Եկեք իմ մոտ կյանք ունեցեք։ Ինձի եկեք, որ կյանք ունենաք, իմ մոտ չեք գալիս»։ Դրա համար անկյանք ու անսեր մեխանիկական տեխնոլոգիայի պես ապրում եք, որպես արհեստական բանականություն։ Հիսուսը ժողովրդի հետ խոսելուց հստակ ասաց. «Եվ սա է նրա Հոր Աստծո կամքը, որ ինձ ուղարկեց, որ ամեն ոք, ով տեսնի որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա»։ Եվ այսպես բերեց ու զարգացրեց հետեւյալը, եւ այս բաները գրվեցին, որ իմանաք, որ կյանք ունեք, ովքեր Հիսուս Քրիստոսին հավատում են, Հիսուս Քրիստոսն է Աստծո որդին, ու նրան հավատալով մենք հավիտենական կյանք ունենք։ Եվ թղթերի մեջ էր, թե բացեք ասում է, ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդուն չունի, կյանք չունի։ Բայց այս ամենը 5:13-ն է։ Գրեցի նրա անունին հավատացողներ, որ դուք իմանաք, որ հավիտենական կյանք ունեք, քանի որ հավատում եք նրա անվանը։ Ամփոփենք սիրելիներ։ Հիսուս Քրիստոս հայտնվեց աշխարհին, որ վերցնի մեր մեղքերը ու լինի մեր փրկիչը։ Այս իմ եւ քո համար իրական է, ճշմարտություն է։ Մենք մեղքերից փրկվել ենք։ Երկրորդ, Հիսուս Քրիստոս հայտնվեց աշխարհ եկավ, որ մեր մեջ բնակվի, Աստծո ներկայությունը մեզ հետ լինի։ Սա մեզ համար իրական է, ճշմարտություն է։ Աստծո ներկայությունը մեր մեջ է։ Հիսուս Քրիստոս հայտնվեց աշխարհ եկավ, որ նրան հավատալով հավիտենական կյանք ունենանք։ Սա մեզ համար իրական է, ճշմարտություն է։ Մենք հավիտենական կյանք ունենք։ Սիրելի ու կնդիր ու ակնդիր, եթե այս թվարկվածները քո համար մինչ այս պահը իրական չեն, ապա կարող են իրական դառնալ, եթե հիմա դիմես Հիսուսին ու մեղքերդ խոստովանելով նրան հրավիրես, որ դառնա քո Տերն ու Փրկիչը։ Ու այսպիսով աստվածահայտությունը լուսավորելով քեզ, շավիղներդ կուղի դեպի հավիտենական երանություն։ Քրիստոս ծնվեց ու հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Հիսուս Քրիստոս, օրհնում ենք քո սուրբ անունը, քո հայտնության համար, ամենակարող Տեր Աստված։ Ժամանակին Սողոմոն թագավորը իր ծնկների վրա իջավ տաճարի նավակատիքի ժամանակ եւ ասաց. երկինքները չեն կարող պարունակել քեզ, իմ կառուցաստուն ինչպես կարող է քեզ պարունակել, բովանդակել։ Այո, անսահման, կատարյալ, Սուրբ Աստված, դու հաճեցիր երկիր իջնել մեզ փրկելու համար, մեր փրկիչ լինելու համար։
այնքան սիրեցիր հորը Հիսուս Քրիստոս, որ հանձնարար խաչի մահը վասն մեր փրկության։ Վասն նրա, որ մենք վայելենք քո ներկայությունը եւ առաջնորդությունը։ Վասն այն նպատակի, որ հավիտյան վայելենք քո ներկայությունը երկնքում անմարելի, անսպառելի դարերում։ Մեծ հրաշալի են քո խոհերը, քո նպատակները եւ այսօր խոնարհվում են քո առջև Տեր Աստված։ Խոնարհվում ենք եւ փառաբանում ենք քեզ, օրհնում ենք քեզ, բարձրացնում ենք քեզ։ Դու ես արժանի փառքի ու պատվի եւ ուզում ենք այս քո պատգամը տանել, տարածել ամենուր, թե մեզ փրկիչ ծնվեց, հայտնվեց, թե Աստված հայտնվեց եւ ուզում է բոլորին հավաքել իր ներկայության մեջ հավիտենական երջանկություն ապարգևելու համար։ Տեր, օրհնես այս եկեղեցին, այս համայնքը, որ ինքը լինի քո խոսքի կրողը, քո պատգամի, քո ավետարանի ջահը փոխանցողը կրողը։ Առաջնորդես իրենց ամեն կերպերով, օրհնես իրենց բոլոր ծառայությունը, լինի աղոթքի, լինի այցելության, լինի երգչախմբի, լինի նվագախմբի, ինչ որ ունեն, մանկական ծառայություններ, երիտասարդական, պատանեկան, բարեսիրական ծրագրեր, այցելություն անկարողներին, ամենտեղ, ինչ որ ունեն, ինչով տվել ես, օրհնել ես Տեր, թույլ տուր հավատարմորեն խոնարհվել քո առջևը Տեր։ Մենք օրհնում ենք քեզ Տեր, դու մեծ ու հիանալի Աստված ես։ Շարունակես օրհնվել ու փառաբանվել, թող երկրից գոհություն ու փառք բարձրանա մեր Տիրոջը, մեր Աստծուն, ում մենք փառաբանում ու երկրպագում ենք ու սրտի խորքերից մեծ իրախտագիտությամբ ասում, Տեր, դու ես մեր Տերը, ինչ հիանալի է, քո անունը մեր վրա, օրհնյալ ու փառավոր Աստված, մեծարում ենք, պաշտում ենք, երկրպագում ենք քեզ, երախտապարտ հոգով ու սրտով, փառք քեզ Հայր, փառք քեզ Որդի, փառք քեզ Սուրբ Հոգի, ամեն։